Հարգելիներս, նորից ողջույն, նորից շարունակենք մեր Վարդան Ղուկասյանի աջակցությունը։ Եվ այսպես, ինչպես ասում են գնալով կենացները քաղցրանում ու թանկանում են։ Ուզում եմ այսօր անդրադառնամ մի շատ կարևոր թեմայի։ Ուրեմն երեք դոկ կուսակցության օֆիցիալնի էջի մեջ ես նկատեցի մի մարդու սևականունով, որը ուզում էր փորձում էր իմ անվան հետ խաղար, ինչ որ բաներ էր խոսում։ Ու այդ վիդեոն լավ տարածում էին, նյութ ոնց չտարածեն։ Ու այդ տարածողների մեջ մեծ ջանք էր խնայում Գանե Մանուկյանը։ Լավ ջանքեր էր դնում, երևի մի հատ լավ աստղ էր գտել Վարդան Ղուկասյանին փոխարինող սևականունով, մեծ պոտենցիալ էր տեսել, ու որոշեց առաջ տանել որպես պրոդյուսեր Սևակին։ Ու այս տարածում էր իր կանալներով, իր բլոգերներով Սևակին։ Այս որ ես իմացա, ասեցի մի րոպե, այս Գայանե Մանուկյանը ով է։ Ու սկսեցի հիշել իրան, Գանե Մանուկյանին։ Շատ հետաքրքիր է, ժողովուրդ ջան, եկեք մի հատ իրար հետ այս ամենը անցնենք այս ճանապարհը։ Շատ կարճ, արագ, բովանդակալից ամեն ինչ կսկսեմ պատմել։ Ուրեմն Գանե Մանուկյանին ես որտեղից ճանաչեցի։ Սկսենք։ Երբ որ նոր մենք սկսել ենք մեր քայլերը, ուզում էինք պարզաբանենք, թե որտեղ է Վարդան Ղուկասյանը, մենք համացանցում իրար հետ խոսում էինք, դուք ձեր սաբշերյաներն եք ուղարկում, գալասավոյները, ես ասում եմ, բայց մի րոպե, առաջինը որտեղից դուրս եկավ այն բանը, որ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցում է, այդ էինք խոսում, բան ենք անում, ու այնտեղ գրառում եկավ, մարդիկ գրում էին, ասում էին, դաժե ձայնային ուղարկեցին, ասին, Էդգար ասում Վարդան Ղուկասյանի առաջինը, որ ասեցին, որ հիվանդանոցում է, դա Անի Խուդավերդյանը կամ Անուշ Խուդավերդյանը, Անաժը Գոշը, Ժորը, ինքն էր առաջինը USA Armenia-ին տվել հարցազրույց, ասել, որ ինքը գտնվում է հիվանդանոցում։ Այստեղ մենք արդեն ասենք USA Armenia, ասենց սկսեցինք բան անել, USA Armenia, хорошо, օքեյ, USA Armenia, այդ թեման մենք բարձրացեցինք, ու դա լսել էր Գայանե Մանուկյանը։ Պրիմո էֆիրը, եթերից հետո ինքը ինձ զանգում է, ես իր հետ խոսում եմ, ասում եմ, բայց եմ առաջինը տարածել, ոչ թե առաջինը տարածել, այլ ինքն է Անի հետ այդ հիվանդանոցի մոմենտը բացել, ասել, ու ինքը այդտեղ այդ հիվանդանոցի մոմենտը ինչ որ մի ձև տարավ դեպի բան, ոչ թե հիվանդանոցումը, այլ դատի տեղն է, այդ կողմը տարավ արդեն, ոնց որ քարտերը բացեց, ասեց, որ ինքը ընդեղ է։ Ու ասեց, որ այդ թեմայով խոսացինք, ինքը ասեց, օքեյ, լավ, լսեցինք, ու տենց զանգի ինձ շատ ա եղել, դրա համար ես կարևորություն չտվեցի այդ զանգին, իր համարն էլ չհիշացրեցի, որտեղ տենց զանգի ինձ շատ էին եղել, շատերն էին զանգում, ասում էին ինքը հիվանդանոցում չի, բռնված է, այս կոմ, ես ինֆորմացիաները հավաքում էի։ Այդ անցավ այդ մոմենտը, ու գալիս է հասնում է մարտի 10-ը։ Մարտի 10-ն է գալիս հասնում, այդ մարտի 10-ի ժամանակ ուրեմն դե ես տեսնում եմ այնտեղ վիդեոներ են գցում դատարանի դրսից, բանից, sense բաներ, ես շատ ակտիվ տեսնում եմ մի հատ աղջիկ, որը sense մեջները պտտվում, ֆռվում, աշխուժություն է ցույց տալիս բան անում, տեսնում եմ, հետո տեսնում եմ ինչ որ Արեգ Սարգսյանի մոտ այդ աղջիկը ինչ որ ինֆորմացիա է տալիս, դա էլ եմ նկատում, ու տեսնում եմ ինչ որ Վարդան Հակոբյանին է ինչ որ ինֆորմացիաներ sense տալիս, բան, ասում եմ մալադես, պրինցիպի աղջիկը լավ աշխատում է, ինֆորմացիաներ է տալիս, ես այդ կողմին իրան գովում եմ, ասում եմ, ինչ, բայց սերի կարդինալ է, նշ չի երևում ինքը, բայց մեծ գործեր անում, այդ ես նկատում եմ, ասում եմ, մալադես աղջիկ իրոք, ու ես փորձում եմ իր հետ կապնվեմ, իմ ոնց որ հիասմունքը հայտնելու համար, որ մալադես, sense բաներ ես անում, ակտիվություն, ու ես զգում եմ ինքը sense ինչ-որ մի հատ թարախային բանով է իմ հետս շփվում։ Ու ես հարցնում ասեմ, ինչ ա եղել, խես իմ հետ sense վիճակի մեջ, էլի թարախային բանի մոմենտով։ Ու ինքը ինձ ասում է մի քանի հատ բաներ ա գրում,
ինձ պրետենզիաներ, ինչ որ մի հատ sense բաներ ա գրում, որ ինքը ինձնից նեղացած է, ասես մի քանի հատ բաներ ա գրում։ Ու ես սկսում եմ կարդալ, էլի, ասենք, խի այս աղջիկ ինձնից նեղացած, վառված, sense սկսում եմ հերթով կարդալ ու իմ ամենասիրածս բանը, որ մարդիկ ինձանից վառված են, որովհետև ամենաահավոր, ամենասարսափելի մարդը էդի վառված մարդն է, որովհետև ինքը կարող է քեզ վատություն անի լյուբոյ մոմենտ։ Այդ ես գիտեմ, այդ ես փոքրուց այդ աշխատել եմ, տես բան չլինի։ Հիմա հերթով կարդում եմ ու առաջինն եմ կարդում, էլի, ես զանգել եմ, դու տրուբկա չես վերցրել։ Ու սենց ապշեցի, ասում եմ, բայց մի րոպե, ես քեզ ոչ ճանաչում եմ, ոչ բան, վապերվիղ, քո համար ես ոչ սախրանիտ ունեմ, որ բան անեմ, ու հետո ես ինձի այն ժամանակ, այդ ամենախառը մոմենտներին, ինձի մի րոպեվա մեջ 2 հատ զանգ էր գալիս։ Ես իմ հեռախոս անջատած եմ եղել, որ այդ զանգերին չպատասխանեմ, որտեղ ինձի կաշա էր գալիս այդ զանգերին, ինքը պետք է հասկանա, ու հետո մի բան էլ որ այնքան ինձ զանգեր եկել, դաժե ինձ գործեր եկել, հարսանիք ծնունդ ինձ զանգել են առաջարկեն, ես չեմ վերցրել այդ գործերը, որովհետև խառն եմ եղել, այնքան գործ եմ կորցրել ես դրա համար։ Մի խոսքով ես իրան այդ լրիվ բացատրեցի։ Հիմա անցնում եմ երկրորդ պունկտին։ Երկրորդ պունկտն էլ գրած այն, որ դու Վարդան Ղուկասյանի գրուպա էր բացել, այնտեղ ես վիդեո եմ ուղարկել, դու այդ վիդեոն չես կիսվել։ Հիմա անգել եմ այդ վիդեոն եմ անգալիս, այդ վիդեոին եմ պատասխանում, ընդ գրում եմ, ասում եմ, բայց մի րոպե այդ վիդեոն արդեն կար, ու այդ վիդեոն ես կիսվել եմ դոկ կուսակցությունից, բան, sense բաներով, բացատրում եմ, ես եմ անում, այն անում, որ մի վիդեոն չի կարա 15 հատ լինի, մի հատ պետք է լինի, այն էլ արդեն կա։ Այդ ասում եմ, չէ, բայց սկզբնաղբյուրը ես եմ եղել, չէ, US Armenian-ա եղել սկզբնաղբյուրը։ Արա ասում եմ, ախպեր, ես շատ իմանամ US Armenian-ա սկզբնաղբյուրը, ինչ ինֆորմացիա կա, կիսվել եմ ու դոկ կուսակցությունից եմ կիսվել, ինչ ես զում ինձանից։ Այնց ակուրատնի, բայց բացատրեցի։ Մյուսն եմ կարդում, ախպեր ջան, գրած այն հիպատոսորանի մոտ, որ ցույցեր կազմակերպված ինչ էր, ասում եմ, ինչու չասեցիք, որ ով էր այդ կազմակերպել։ Արա ասում եմ, այ քեզ ալա, ասում եմ, այս աղջիկը որտից եկավ, էլի, ես իմ մտքում դες չեմ պատասխանում, բայց դե բան եմ անում։ Ու ես հիշում եմ, այնտեղ ես որ դաժե հարցազրույց այդ բանի ժամանակ ես հարցնում եմ, ասում եմ, բայց ո՞նց ա եղել, որ եկել եք, այնտեղ մարդիկ ասում են, մենք ինքնաբուխ են եկել։ Դե մարդիկ կլինեն, ասեն, ախպեր ջան, մեզ Գանե Մանուկյանն ա կանչել, կիմանային Գանա Մանուկյանը, բայց ես ուրտից իմանամ այդ Գանե Մանուկյանն ա կանչել։ Էդ էլ անցանք, ոչ շնչես մի քանի պունկտեր կար, մնացածն էլ մանր մունր զիբիլներ էսի մի չէր գրած մնացածը, բայց լրիվին պատասխանեցի, ասի ախպեր ջան, թույս մարդիցնից վարված չլինի։ Ու այդքանը գրելուց հետո էլի sense ինչ-որ մի հատ պատասխանը սպասում եմ, ինչ-որ մի հատ նորմալ պատասխան կլինի, բայց պատասխանել անկապ մի հատ պատասխան եղավ, ես զգացի, որ աղջիկը ինձնից ոչ բան է։ Ու ոչ էս էլ անցավ գնաց։ Всё, էսի անցանք, ես էլ մոռացա գնացի, ասի դե լավ, հիմա աղջիկա հիմա։ Ու ախպեր ջան, դրա այդ մեկտեղ ես ստանում եմ մի քանի բողոքներ այս Գանեից։ Մարդիկ ինձ ասենք չեմ ամ ոնց գիտեն որ Գանի հետ կապնված եմ թե իմ լսեցին թե բան մեկ է զանգում ինձ ասում ախպեր բայց այդ Գանը խփնված է մեկն ոնց որ շիզոֆրենիկ եղնի ասում ինչ ա եղել ասում է զանգել է ինձ ասում է խես իմ այդ վիդեոն որ դու կիսվել ես չես նշել սկզբնաղբյուրն ով է ասում ախպեր ջան ես սովորական մարդ եմ ես ոչ բլոգեր եմ որ կիսվեմ չան բան եմ տեսել կիսվել եմ մեջով ապա դիգրեմ սկզբնաղբյուրն ով է Էդի տեղ այնտեղ էթումա բաների ժամանակ ախպեր ջան ինքը թե իր մաման էթում են այդ ցույցերի ժամանակ մարդկանց մոտիկ անում են ասում են մի նկարեք, էս մի արեք, ոչ մի լրիվ կոնտրոլի տակ, տատալնի լրիվ էսի մի չեն անում, այն բանը որ լրիվ իրան կառավարեն ախպեր ջան, լրիվ իրանց մոտ եղնի, լրիվ իրանց էս բաներով լինի։ Ասեմ սերի կարդինալ Գանե Մանուկյան։ Ոչ մեզ լրիվ լսում եմ էս ինֆորմացիաները գալիս եմ, ասած կուտակում եմ բանից մեջ ու անցավ մի որոշ ժամանակ։ Հիմա այս սևակի վիդեոն եմ որ ես նայում ու տեսնում եմ Գանենա հետևը կանգնած։ Ես հիշեցի մի հատ նորից մի հատ դրվագ, հիշում եք որ դուրս եկավ Վարդան Ղուկասյանի ձայնային զապիսը, հետո դուրս եկավ բանի Տիկին Սուսաննայի զապիսը, որ էլ ինձի բան էր ասում։ Ես կպած ընկած ման էի գալիս, ասում էի լավ, անին իր մոտ է տեղադրեց, անին այս ամենի մեջ կա, բայց ով ախպեր ես գնացել Վարդան Ղուկասյանից էս զապիսն արել, ով է գնացել Տիկին Սուսաննային էս լրիվ ասել որ զապիսն անի, հա, ասենք անին կա դրա մեջ, բայց էլ ով կա, ես հայզում էի ճշտեի, ու էլի սենց աղբյուրներ, որ ինձ հետ կապնվում են, խոսում են, այն մարդիկ, որոնք իրոք Վարդան Ղուկասյանի շահերի մասին մտածում են, այդ մարդկանցից ինձ ասեցին, ասին Էդգար ջան, այդ մարդը ով որ քեզ արել, այդ մարդը քեզ ատում է, այտենց մի հատ մարդ է քեզ արել։ Հələ այն ժամանակ ես Գանեի հետ այդ կապը չէի ունեցել այդ բանի հետ, որ ես ինքը ինձ նեղացած էր բան, այս մոմենտները որ գրվել էր, այդ դրանք հələ չէր եղել։ Ասում ախպեր ջան, բայց ով է ինձնից վառված, ով է ինձնից նեղացած, ասում եմ Անի Խուդավերջան, ասում է չէ, ուրիշ մարդ է, դու իրան գիտես, բայց ոչ եմ, ու չեն ասում այդ ով է։
ու ես ընկած մտածում եմ, ասում ախպեր ով կարա լինի, ում են վատություն արել, որ իմ հետ sense բանա, ու ընկած ես մտածում եմ ախպեր ջան, չեմ կարող տեղը բերեմ։ Հիմա բայց ես որ Սևակի հետ եղավ արդեն ամեն ինչ ոնց որ sense սկսեց մազակեն արդեն մոտս հավաքվել ախպեր ջան, ահա sense ուրեմն այն ժամանակվանից ժողովուրդ ջան, նայեք հիմա ինչա կատարվում ստեղ։ Այն ժամանակվանից, որ նու Վարդանը գնում է տանում են էմիգրացիոնի службան, չեմ անում sense թե Անին, Գայանեն, հիմա այդ երկուսով էլ կապ ունեն դե իհարկե Տիկին Սուսանայի հետ, ասենք պատրուշկեք են, մոտիկ են, իրար հետ խոսում ես ինչ են անում։ Սաղ իրանց ձեռնա, սաղ իրանք են անում։ Այս որ եղնում է, ես որ ընկնում եմ մեյդան, սկսում եմ խոսալ, բան անել։ Սրանք ինձ մեջ բան են տեսնում, ախպեր թշնամանք։ Ու Էդգարն եկել է Վարդան Ղուկասյանի աջակիցներին տանի։ Դրանից են պայթած։ Վարդան Ղուկասյանը եկել է Վարդան Ղուկասյանի աջակիցներին տանի։ Այդ կռիվն է այդում ախպեր ջան, մենակ թե չտանի, մեքանիկ չտանի, մենակ թե չխոսա։ Սաղի հետ կիսվում են ախպեր ջան։ Այնտեղ էլ մի հատ Ամերիկայում ինչ-որ մի հատ գրուպա է հավաքվել։ Այդ գրուպային էլ գանեն չի թողում ախպեր ջան, որ դա կապի հելնեն։ Այն ժամանակվան էլ զանգում եմ ախպեր, AIDS-ին հելնում այնտեղ ցույցեր անում։ 80-70 հոգի մարդ են նայում ախպեր, այնտեղ Գևի հետ է մտնում հարցազրույց նայում, մի 1000 հոգի մարդ են նայում։ Ես 13000 ուղիղ դիտումով կապնվում եմ AIDS-ի հետ, ասում եմ ախպեր ջան, բեր մի հատ պրիմոյի ֆյուր անենք, մարդիկ սպասում են, մի բան խոսա։ Չի խոսում ախպեր ջան, ինչ էր խոսում, տանում ջնջել է տալիս։ Ինչ էր խոսում է, հետո ասում է ջնջի։ Ես ջոկում եմ ախպեր ծրանց վրա, բան կա ախպեր ջան, նախ կոնտրոլ կա, ասում են էս սարային արա, ու Գայանեն ախպեր ջան, Գայանե Մանուկյանը, Անի հետ միասին, այսինքն կապնված, Տիկին Սուսանայի գլուխն էլ իշխանով են կերել, ինչ են արել, խեկն էլ իշխան են կերել, ինչ են արել, այս է լրիվ էս կաշա բորը, հարգելիներս, որ Էդգար Համբարձումյանը չմտնի Վարդան Ղուկասյանի աջակիցներին չտանի։ Սաղ կռիվ եմ, հարգելիներս։ Ես ինչու անդրադարձա Գանե Մանուկյանին, ես հասկանում եմ, այսի ինչ-որ ուդար է լինում այս կուսակցության վրա, բայց այս կուսակցությունն է սենց բան ընտրել, տակտիկա ընտրել, այս տակտիկայով շարժվում է։ Այս կուսակցությունը այն օրը հանեց Վարդանին իմ դեմ, Տիկին Սուսաննային հանեց իմ դեմ, հիմա Սևակին է հանել, վաղը չեմ իսուր այն մեկին կհանի, այն մեկին կհանի, միջև դու թարախը բան չանես, չհանես քո մաշկիցդ միջից, էդի բորբոքվելու է։ Միջև ոչիլը չսատկացնես, այդ ոչիլը մնալու է, դրա համար եմ ես խոսում, ախպեր ջան, нужно предателей знать в лицо, Գանե Մանուկյան, կոնկրետ ես քո մասին եմ խոսում, որ սենց լրիվ խուժուշ ես անում, ես հասկանում եմ հատվեցիր այնտեղ ամերիկյան մի քանի տեղերին, քո մի տեղ ինտերվյու տվեցիր, մի տեղին էլ օգնեցիր, որ Վարդան Հակոբյանը ինտերվյու տա, շատ շնորհակալություն դրա համար, շատ շնորհակալ ենք, բայց շարունակի այդ քո գործը տանելը, ինչ ես ընկել իմ հետևից, լավ քեզ եմ տալիս Վարդան Ղուկասյանի աջակիցներին, վերցրու, բայց կգան քո մոտ, ախր դու պետքա չորոշես, կամ դուք ձեր կամանդով պետք է չորոշեք Վարդան Ղուկասյանի աջակիցներն ու մոտ մնան, ու մոտ չմնան, այսօրի մոտն են, վաղ ուրիշի մոտ կլնեն, այսօր դոգի մոտն են, վաղ ուրիշի մոտ կլնեն, հասկացեք ինչ եք ընկել այդ կնգական այդ վիճակների բան, ստեղ ես ինչի համար եմ պայքարում, ամեն ինչ թողած, դուք ինչի համար եք պայքարում, որ Էդգար Համբարձումյանը չտանի Վարդան Ղուկասյանի աջակիցներին, իսկ որ ես իմ աջակիցներին տալիս եմ Վարդան Ղուկասյանին, դրա մասին չեք մտածում, իսկ որ ես Վարդան Ղուկասյանի մոտ կազմակերպեցի սենց մի հատ ուժեղ մեծ կարալից սենց հավաքեցի Վարդան Հակոբյանին, Արեգ Սարգսյանին, սենց մարդկանց հավաքեցի օբշի մենք, այն մեր թշնամիներին լրիվի բերանները փագել տվեցի, ովքեր խոսում էին, ովքեր Վարդան Ղուկասյանին են քննադատում, լրիվի բերանները հերթով փագեցի, հիմա չեն խոսում, դրա մասին չեք խոսում, չէ, մենակ Վարդան Ղուկասյանի աջակիցներին չտանեն, ձեզ լավնի մնացածին հեչ, այն որ ախպեր Մոսկվայի ամենախարոշի տղեկինց հետ տեսան ասին Էդգար ջան, դու եսում ես պաշտպանում, ես տղեկին դրեցի բացատրեցի ասի տղեկ ջան, հիմա Վարդան Ղուկասյանը մեզ պետք է թողեք, ես Վարդան Ղուկասյանի համար պայքարեմ, այդ մարդիկ ինձի թողեցին, դրա մասին չեք խոսում, այն որ ախպեր ջան ինձի ամեն մի լամուկ բաներ անում, իմ ընտանիքի նկարներն էին երեխեքով բանով ինձ ուղարկում էին ու գրաժատ էին անում, որ ախպեր ջան դու Վարդան Ղուկասյանին պայքարես, մենք քո երեխեքիդ նկարներով, բաներով, sense վատ նկարներով կտարածենք համացանցում։
հանկարծ Վարդան Ղուկասյանին չպաշտպանես, բայց ես իրանց բացատրեցի վիդեոյով հանգիստ ձևով, ասի ախպեր ջան, ստեղ այդ հարցը չի, զբան, ասեցի իրանք իզնից յան տվեցին, այդ դրանց մասին չեք խոսում, ախպեր ջան, այդ լրի վատ կողմերը չեք տենում, Էդգար Համբարձումյանն ուզում է ձեր աջակիցներին տանի, վայ ես ձեր ուղեղին, ձեր ինչն եմ ասել, արա, ինչքան ստեղ քաղաքականություն էլ չէ, Գարանե Մանուկյան, կա պատասխանի դե հիմա ինձ, ումով ես պատասխանալու, Սևակով կարաս պատասխանես, լավ զամենայեք սարքել, կակրաս հիմա արդեն սկսել է քֆուրներ էլ տալ, նստեք մի քիչ էլ աշխատեք հետը, զարգացրեք, դասեր տվեք, թող տենց, արեք, Վարդան Ղուկասյանը մի լավ բան էր ասում էր, ես ձեր համար, դուք ում համար, Այսքանը Սևակ ջան, սովորի ոնց են անում, մի 1000 դուբլ մի արա, մի դուբլով եմ արել, մի դուբլով, ու պարտադիր չքֆուրներ տաս, որ քեզ լսեն, նայ գլուխը չուտեն, արդեն կերան, ես քեզ չեմ պատասխանի, որովհետև դու արդեն քո պատասխանը ստացար, այսքան բան հարգելիներս, իմացեք ձեր թշնամիներին, եթե դուք պայքարում եք, իմացեք ում հետ եք պայքարում, սպասում եմ ձեր պատասխանին, գնդակը ձեր կողմն է